Պարոն Չոբանյան, շնորհակալ եմ, որ այս տարբերակով համաձայնեցիք 1-2 հարցի հետ կապված մեկնաբանություն տալ եւ այսպես երեք արդեն ջերմոցատերերը տեսանյութեր են տարածում, որտեղ ցույց են տալիս, թե ծաղիկը ինչպես է այլևս փչանում։ Իրապես Հայաստանը կանգնած է, տնտեսվարողները կանգնած են այս լրջագույն խնդիրների առաջ։ Կխնդրեմ այս մասով ձեր տեսակետը արտահայտեք։ Վերջերս Նիկոլ Փաշինյանն ասում է, դե ծիրան ում տանը ծիրան չի փչանում, այսպիսի հայտարարություններ է անում, բայց իհարկե միայն ծաղիկների խնդիրը չէ, միրգ բանջարեղեն, ձկնամթերք, ծովամթերք, խմիչք, հանքային ջուր, այս ամենի խնդրի առաջ են կանգնած։ Խնդրեմ այս մասով ձեր կարծիքը։ Նայեք, բոլոր դեպքերում եկեք հասկանանք մի բան։ Այս մարդը ենթադրում է, որ ինքը ամբողջությամբ ավարտել է իր հիմնական գործը, այսինքն զարթել է, բռնը զարթել է ամենա տերորով, ուժային ներգործությունով, ուժանություններով, խուլիգանություններով եւ բազմաթիվ այլ սահմանադրական խախտումներով իշխանությունը։ Եվ հիմա արդեն ինքը թքած ունենա է ժողովրդի վրա եւ բնական է ինքը հենց սկզբում, որ ժողովրդին հələ դեռ արդեն պարզ էր, որ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի կողմից անխուսափել են եւ սկսել են գործել, որտեղ ջերմուկի պատմությունը դեռ ընտրություններից անմիջապես առաջ էր սկսվել։ Դրանից հետո հաջորդեցին նաեւ բանջարեղենների ներմուծությունը, այսինքն լոլիկի, վարունգի դադարեցումը, հետո սրանք սկսեցին սաղ ժողովրդին ֆռռացնել, որ տոննաներով ապրանքը գնում է Ուկրաինա, պարզվեց, որ Ուկրաինան էլ չի ընդունել հետա ուղարկել այդ ապրանքը, իսկ թե Ուկրաինա ոնց պիտի հասներ այդ ապրանքը, սա էլ չեմ հասկանում ոնց կարող լինել, որովհետև միակ ճանապարհը օդով Մոլդովա, որ Մոլդովայից պետք է համակային ճանապարհով գնային Ուկրաինա, որովհետև այդ ճանապարհներով Ուկրաինան անդադար կրակի տակ է, անընդհատ հարվածների տակ է եւ անգամ Ուկրաինայի ոչ թե սահմանների մոտ, այլ Ուկրաինայի մեջ ընդհանրապես ինի անվտանգ անգամ մի սանտիմետր տեղ չկա։ Այսինքն այդ խաբեությունով, այդ ֆռռացնելով, վարչական ռեսուրսներ կերավելով մարդը հասավ իր նպատակին, կեղծելով ամեն ինչ կարար, ժողովուրդներ, ովքեր որ իր դեմ քվեարկեցին, այդ թվում նաև ինձ հասցնելով մեծագույն վիրավորանք, որ մենք դեկաշարքի դիմաց ենք գնացել ընտրել այդ անասունին, ասենք թե հասկանում եք, չէ՞, ասենք թե երեք պատերազմում կռված մարդը սաղ կյանքը նվիրած Հայաստանի անկախության, Հայաստանի անվտանգության իմ նման քաղաքացին կաշառքի դիմաց գնացել է սրա դեմ ընտրություն արել։ Իսկ անասուն է, էլի, եւ ես իրավունքում եմ իրան վիրավորելու նույնքան, որքան որ ինքն է ինձ վիրավորել։ Հետեւաբար բնական է, բարձրաձայնել ենք, խոսել ենք, ասում ենք, որ ժողովուրդ խափում է, ոչ մի բան չի նել, ու սա ձեր աճարծած ձեր քրտինկով բերքը վարի է տալու, առանց այդ էլ անբարենպաստ բաները, ուրեմն բնապահպանական գործոնները մեծ վնաս են հասել ձեր բերքին։ Մնացած բերքը էսիալ վարի տալու, հետո որնալու եք անհասանելի չգիտեմ ինչ ձևով։ Մարդիկ մեզ հավատացին սրա բլաբլաբլաներին ու եկան հասան նրանց, որ այսօր բնականաբար որ ամեն ինչ փչանում է, ամեն ինչ չի վաճառվել եւ ինչ անելու է մարդը, ինչպես միշտ ծերեր ժողովրդի վրա։ Ասում է գնացեք հարմարվեք արտաքին շուկաների հետ, ոնց ուզում եք դրել հարմարվեք, ինձ ինչ։ Դուք ձեր ապրանքը ձեր աճացած գործը, դուք ասում եք բան, դե ասում են չէ, նախկինում տոնաներով ծիրան չի փչացել, նախկինում տոնաներով ծիրան չի փչացել, այս ու տասա, նախկինում նույնիսկ կիլոգրամներով ծիրան չի փչացել, նախկինում ոչ մեկի տանը ծիրան չի փչացել, սուտ բացարձակապես մանիպուլյացիա եւ մնացած ուրիշ հանգամանքներ, չգիտեմ, այն ժողովուրդը որ սրանց ձեն են տվել, ինչեւ ասում են որ սրանք աստված են, ցար են, ուրիշ տեսակի բաներ, այնտեղ դրանք մտածեն։ Հիմա գնալու է ՀԱՏՄ։ Ես նայում մեր ֆերմերների, մեր արտադրողներին հարց ունեմ, ժողովուրդ, հենց հիմա ձեր ապրանքը շուկայում, ասենք թե ուրիշ տարիների, այս սեզոնների պատասխան գնով եք վաճառում։ Փչանում է այդ ապրանքը, բերեք էժան վաճառեք ներքին շուկա, մենք գնենք, առնենք, սպառնենք։
սպառեն, դες օգնենք ինչ-որ մի բանով, գոնե ինչ-որ մի ձևով այդ իրավիճակից դուրս գան, այլ սրանց զբաղվածնել են հասկանալ։ Լսում եմ ձեզ։ Եվ հիմա ասած, որ գնալու է ԵԱՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու, նաև գիտենք, որ ըստ էության ինտրիգը շարունակում է մնալ, պաշտոնական Ռուսաստանը դեռևս չի շնորհավորել այս ընտրությունների վերաբերյալ, Զատուլինն էլ երեկ հայտարարել էր, որ ըստ էության իրենք չեն ճանաչում այս ընտրության արդյունքները։ Խնդրեմ։ Ես ավելի քան վստահ եմ, որ շնորհավորանք այդպես չի լինելու։ Ես չգիտեմ, եսի կգնա այդ ԵԱՏՄ այդ բանի ժողովին, թե չէ, շատ եմ կասկածում։ Ինքը հաստատել է կառավարության նիստից հետո, որ գնալու է։ Գնալու է ձևական էլի ժողովրդին խաբելու համար, որ ինքը ոչ մի խնդիր չունի ԵԱՏՄ-ում, ոչ մի խնդիր չունի Ռուսաստանի, Բելարուսիայի հետ եւ այլ երկրների հետ, եւ գնալու է էշի նման գլուխը կախած սեղանի վրա, ինչ որ մի հատ ստիճանում թղթերակարդում կամ ինչ որ ձև անում, ինքը ինչ-որ աշխատանքային վիճակի մեջ է, ես կարծում եմ վերադառնալու անդերից բաց այդ, ունդեղ ես կարծում եմ, որ ցուցադրապար ցույց են տալու ոնց են իր վրա թքելու ամոթալի ձևով վերաբերվելու եւ անտեսելու եւ բնականաբար առանց որևէ մի արդյունքի հետա գալու։ Ռուսաստանը միանշանակ չի շնորհավորելու սրան, որտեղ իր վերջի քայլերը այդ թվում նաեւ ընտրություններից հետո արած որոշակի հայտարարությունները բացարձակապես Ռուսաստանը գնահատում է որպես խիստ թշնամական գործողություններ։ Ռուսաստանին արդեն մեսիջներ ա ուղարկվում 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու վերաբերյալ, Ռուսաստանին որոշակի մեսիջներ են արդեն տրամադրվում բացարձակապես ուղղորդությունը քաղաքական դեպի Եվրոպա եւ դրա հետ միասին շարունակվում են ուրեմն ոչ առաջի ձայնով, բայց բնական է, չէ՞ որ իր սատելիտները այնտեղ իր խոսնակներ, այնտեղ Ստեփան Գրիգորյան, ես չգիտեմ ինչ տարբեր տեսակի այդ կարգի նախկին դաշնակցական զիբիլները, որոնք ամեն ինչ ծախում ու դավաճանում են Եվրոպայի վրա իրանց շահի համար, ուրեմն այդ խոսնակներին օգտագործելով ինքը իրականում հասցնում է Ռուսաստանին այն թեզերը, որոնք Ռուսաստանի համար խիստ թշնամական են, Ռուսաստանն էլ ապուշ չի, Պուտինը դուրակ չի, որ չհասկանա ինչ է կատարվում ու ոնց է կատարվելու։ Այնպես որ իմ մոտ կա ներքին վստահություն, որ շնորհավորանքը այդպես էլ չի հնչելու եւ ի վերջո Սահմանադրական դատարանից հետո էլ որը իմ կարծիքով ավարտվելու է բացարձակապես ընդդիմության պարտությունով, ինչպես եւ 21 թվականին, Ռուսաստանը ընդհանրապես չի ճանաչելու եւ ընտրությունները եւ սրա որպես երկրի վարչապետի լեգիտիմ լինելը։ Եվ այն վերաբերումք, որ այսօր մենք գիտենք, չէ՞, նախադեպը, որ Ռուսաստանը պաշտոնապես Զելենսկին չի ճանաչում որպես նախագահ եւ երկար ժամանակ հրաժարվում էր որևէ բանակցություն վարել Զելենսկիի հետ։ Ինչքան էլ Զելենսկին կռիվ անում, գալմաղալ անում, խնդրում աղաչում անմիջական հանդիպում Պուտինի հետ, ինչը մերժվում է, որտեղ Պուտինը շատ լավ հասկանում է, հենց ինքը համաձայնվեց Զելենսկիի հետ ուրեմն հանդիպելու, ինքը լեգիտիմացնելու է նրա անօրինական նախագահ լինելու հանգամանքը, նույն վերաբերմունք լինելու է սրա նկատմամբ եւ սրա հետևանքներն լինելու է սարսափելի ուրեմն վատ Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլ անվտանգության հետ կապված։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։